Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն խորհրդանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խաղաղության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի։ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակն ու ավիահաղորդակցության խափանումները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համար վերջին շաբաթներին ձևավորել են միաժամանակ եւ քաղաքական եւ հյուպատոսական ծանր օրակարգ։ Միրզոյանը Մասկատում անցկացված խորհրդակցությանն ամփոփել է կատարված աշխատանքը։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են, միջազգային դերակատարները ակտիվանում, իսկ կողմերի հայտարարությունները կոշտանում։ Վերջին ժամերին գրանցվել են նոր հարվածներ, Իսրայելի պաշտպանության նախարարն էլ զգուշացրել է, որ վաղվանից կուժեղացվեն Իրանի դեմ հարձակումները։ Երրորդ համաշխարհային պատերազմը հավանաբար արդեն սկսվել է։ Պարզապես մենք դրա մասին պաշտոնապես չենք խոսում, հայտարարել է Սերբիայի նախագահը, նշելով, թե չի բացառում, որ առաջիկա հակամարտություններում միջուկային զենք կիրառվի, օրվա միջազգային անցուդարձը։ Մեկ շաբաթում բռնության 3 դեպք երեխաների նկատմամբ, 3-ն էլ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը, որին ծեծի էր ենթարկել խորթ մայրը, այսօր մահացել է։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է։ Հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառմանը ներկա են եղել օրենսդիր գործադիր մարմինների անդամներ, հեռուստատեսությունների եւ ռադիոընկերությունների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ։ Ապրիլի 6-ից 9-ը ազգային ժողովի եւ Շվեդիայի թագավորության Ռիքստագի միջև ժողովրդավարական գործակցության զարգացման ծրագրի շրջանակում Հայաստան կժամանի Շվեդիայի թագավորության Ռիքստագի պատվիրակությունը։ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խաղաղությանը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի։ Շաբաթվա ընթացքում խորհրդարանականներն ակտիվ էին ոչ միայն ազգային ժողովում, որտեղ տեղի են ունեցել մի շարք նիստեր ու քննարկումներ, այլև արտերկրում։ Այսպես, մարտի 19-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանի եւ Եվրոպական խորհրդանի падգամավոր ԵՄ Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի համանախագահությամբ անդամները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ, Եվրամիություն Հայաստանի Հանրապետություն քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտում գործակցության խորացումը, վիզաների ազատականացման ուղին եւ Հարավային Կովկասը կապի կենտրոն դարձնելու հեռանկարները։ Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման օրակարգային հարցերի։ Իսկ ահա հայկական պատվիրակության կազմից ելույթով հանդես է եկել ազգային ժողովի ՔՊ խմբակցության անդամ Տաթևիկ Գասպարյանը։ Պատգամավորը կարևոր գնահատելով Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործակցության խորացումը ելույթի սկզբում անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանը նույնացվել է հակամարտությունների, փակ սահմանների եւ բաց թողնված հնարավորությունների հետ։ Այսօր Հայաստանը հանձնառու է շրջելու այդ էջը, առաջ մղելով մի տեսլական, որտեղ ապշրջափակումը փոխարինում է մեկուսացմանը, իսկ գործակցությունը առճակատմանը։ Պատգամավորը ուշադրության է հրավիրել խաղաղության խաշմերուկ նախաձեռնությանը, ընդգծելով, որ այն քաղաքական տեսլականն է բաց սահմանների գործող հաղորդուղիների եւ տարածաշրջանային ինտեգրման մասին հիմնված ինքնիշխանության ու իրավազորության լիարժեք հարգանքի վրա։ Գասպարյանը հիշեցրել է, որ հենց այս համատեքստում է ընդգծվում TRIP նախագիծը։ Նոր տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների ստեղծմամբ այն ունի հստակ ներուժ միավորելու Հարավային Կովկասն ավելի լայն տարածաշրջանային եւ միջազգային ցանցերի հետ, մոտեցնելով եվրոպական կենտրոնական Ասիային եւ դրանից էլ անդին։ Հաղորդուղիների գործարկումը միայն ճանապարհների մասին չէ, այն վստահության ձևավորման մասին է, խաղաղության պահպանման մասին է, այն խաղաղությունն ամրապնդող անկախության մասին է եւ իհարկե այն նաեւ տնտեսական հնարավորությունների ստեղծման մասին է, որոնցից կարող են օգտվել տարածաշրջանային բոլոր երկրները եւ ոչ միայն։ Գասպարյանն ավարտելով խոսքը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կա պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ, վերածելով այն անորոշության տարածքից գործակցության տարածքի։ Հայաստանը պատրաստ է առաջարժվել այս ճանապարհով գործընկերների հետ, որոնք հավատում են խաղաղությանը, հավատում են ապաշրջափակմանը, ընդհանուր արժեքներին եւ ապագային։
Նշենք, որ կոմիտեի նիստին Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը ներկայացրել է Եվրոպական քաղաքական հանձնաժողովի եւ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները եւ հայկական կողմի ակնկալիքները։ Կոմիտեն ընդունել է եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկներ։ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը եւ ավիահաղորդակցության խափանումները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համար վերջին շաբաթներին ձևավորել են միաժամանակ եւ քաղաքական եւ հյուպատոսական ծանր օրակարգ։ Տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիների վերադարձի, տեղաշարժի եւ աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներն ամփոփվել են մասկատում անցկացված խորհրդակցությանը։ Մերձավոր Արևելքում լարվածության եւ չվերթների չեղարկումների պայմաններում Հայաստանի դիվանագիտական կառույցները շուրջօրյա ռեժիմով աշխատել են տարբեր երկրներում մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին Մասկատում արաբական երկրներում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների հավաքին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Դեսպանները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում արկա իրողություններն ու առանձնահատկությունները։ Միրզոյանն էլ անդրադարձել է տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում պաշտոնական Երևանի մոտեցումներին։ Միրզոյանի խոսքով աշխատանքների զգալի մասը կենտրոնացած է եղել հենց այն քաղաքացիների վրա, որոնք չվերթների չեղարկման, հետաձգման կամ անվտանգային իրավիճակի կտրուկ փոփոխության հետևանքով հայտնվել էին բարդ պայմաններում։ Առաջին իսկ օրվանից փետրվարի 28-ից մեր դեսպանությունները, դիվանագիտական ներկայացուցիչները եւ հյուպատոսական հիմնարկները աշխատել են արտակարգ ռեժիմով, ըստ էության չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ շուրջօրյա է եղել հաճախ շատ դեպքերում այդ աշխատանքը։ Ընդ որում այս ռեժիմով աշխատել են ինչպես են երկրները, որոնք ունեցել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր որ ստիպված եղել են մնալ կամ բարդությունների մեջ են հայտնվել չվերթների հետաձգման կամ չեղարկման հետևանքով, այնպես էլ եղել են իհարկե քաղաքացիներ, որոնք այլ զբոսաշրջային կամ նաև մշտական աշխատանքի բերումով բնակվել են այդ երկրներում եւ արդեն անվտանգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված դուրս գալու խնդիր են ունեցել բնականորեն եւ հասկանալիորեն։ Միրզոյանը նշել է, որ Ճապոնիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Թայլանդում եւ այլ երկրներում գտնվող քաղաքացիները Մերձավոր Արևելքի օդանավակայաններով տարանցիկ տոմսեր են ունեցել եւ ստեղծված իրավիճակի հետևանքով բախվել են լրացուցիչ դժվարությունների։ Ըստ Միրզոյանի առաջին օրվանից գործարկվել են թե գծեր թե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում, թե դեսպանություններում։ Երևանում օրինակ փետրվարի 20-ից սկսած առաջին 10 օրը օրական մինչև 100 զանգ են ստացել, հետո արդեն այս թիվը նվազել է 30-40 է դարձել օրական, իսկ վերջում արդեն իմ առաջ անցնելով ասենք, որ երբ որ փոխհատուցումների մասին հայտարարվեց, հետևող զանգերը, այդ հայտարարության հաջորդող զանգերը հիմնականում փոխհատուցումների ստացման կարգին էին վերաբերում, որը էլի շատ հասկանալի է եւ էլի առաջ անցնելով ասեմ դեռևս կարգը մշակման փուլում է, հարցը քննարկում է կառավարությունում, ԱԳՆ կողմից ներկայացվել է աջակցությունը կա, ըմբռնում կա, հիմա մեխանիզմի հստակեցման աշխատանքներն արվում եւ դա այսպես ժամկետայնության հարց չկա այստեղ, այդ փոխհատուցման կարգը կորոշվի եւ դրան կտրամադրվի քաղաքացիներին։ Նախարարի ներկայացրած տվյալներով ընդհանուր առմամբ Հայաստանի դեսպանությունների հետ կապ է հաստատել 1080 քաղաքացի, սակայն ինչպես ընդգծվել է, խնդիրը միայն կապը պահելը չի եղել։ Հիմնական նպատակն այն էր, որպեսզի այդ քաղաքացիներին հնարավոր լինի օգնել տեղափոխության հարցում, թե թռիչքների, թե անհրաժեշտության դեպքում ցամաքային ճանապարհների միջոցով։ Դեսպանությունները ջանքեր են գործադրել թռիչքների թույլտվության ստացման ուղղությամբ Լիբանանից, Օմանից, Հնդկաստանից նաև իհարկե առանձին դեպքերում հիմա կարող ենք թվարկել նաև այդ թռիչքները հնարավոր չեն եղել, օրինակ ասենք Քուվեյթից, Կատարից, Միացյալ Արաբական Էմիրություններից օրերկար կային թռիչքները հետո արդեն վերականգնվեցին, բայց մեծ հաշվով ընդհանուր առմամբ փակ են թռիչքները, չեն տեղի ունեցել եւ ըստ այդմ այսպիսի երկրներից մենք օգնել ենք քաղաքացիներին ցամաքային ճանապարհով տեղափոխել այնտեղ, որտեղից հնարավոր է արդեն թռիչք իրականացնել։ Օրինակ Միացյալ Արաբական Էմիրություններից
ավտոբուսներով ուղևորափոխադրումներ ենք կազմակերպել, ընդհանուր ոչ միայն կազմակերպել ենք, նաև մենք դա անվճար ենք արել, այսինքն մեր ծախսերով հոգացել ենք այդ տեղափոխությունը, քաղաքացիներին հասցրել ենք ավտոբուսով էլի միայն դա ճանապարհում չի, նաև սահմանահատման process-ում դիվանագետները եւ դեսպանները անձամբ օգնել են սահմանի մյուս կողմում դիմավորում եւ ուղեկցում մինչեւ օդանավակայան, մինչեւ թռիչք։ Քուվեյթի, Իրաքի եւ Կատարի պարագայում քաղաքացիների մի մասի տեղափոխությունը կազմակերպվել է Սաուդյան Արաբիայի տարածքով։ Միրզոյանի խոսքով այդ դեպքում հավելյալ ջանքեր են գործադրվել նաեւ վիզաների ձևակերպման եւ տեղում ուղեկցման հարցում։ Որոշ դեպքերում տեղափոխությունն իրականացվել է անվճար, իսկ հետագա վերադարձը կազմակերպվել է արդեն Ռիադից կամ այլ օդանավակայաններից։ Նախարարը ներկայացրել է նաեւ արդեն իրականացված տեղափոխությունների ու վերադարձածների թվերը։ Էմիրություններից Աբու Դաբիում մեր դեսպանությունից եւ Դուբայում գլխավոր հպատոսության կողմից կազմակերպվել է 5 անվճար տեղափոխում Օման, 5 անվճար ավտոբուս, նկատեմ անվճար քաղաքացիների համար եւ այդ տեղափոխումից իմ ունեցած տվյալներով մարտի 4-ից 10-ը օգտվել է 253 քաղաքացի, Մասկատ Երևան չվերթով մարտի 2-ից 12-ը Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 550 քաղաքացի, Դուբայ Երևան չվերթով 3-ից 16-ը, երբ որ արդեն առանձին չվերթներ եղել են, շուրջ 1030 քաղաքացի։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի դիվանագիտական աջակցությունը սահմանափակված չի եղել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով։ Նրա խոսքով նույն Մասկատ-Երևան չվերթից օգտվել են նաև այլ երկրի քաղաքացիներ, այդ թվում Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Կուբայի, Հնդկաստանի եւ այլ պետությունների ներկայացուցիչներ։ Առանձին դեպքերում դիվանագիտական կառույցները հոգացել են նաև առողջական խնդիր ունեցող քաղաքացիների տեղափոխության ամբողջ ծախսը, ներառյալ ավիատոմսերի ձեռքբերումը, որպիսի բժշկական կամ շտապ տեղափոխության անհրաժեշտության դեպքում ժամանակ չկորցվի։ Որոշ դեպքերում քաղաքացիներին տրամադրվել է նաև անհրաժեշտ տեղորայք։ Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև Իրանում ստեղծված իրավիճակին, կապի, հեռախոսային եւ ինտերնետային խնդիրների պայմաններում Հայաստանի դեսպանությունն ու արտաքին գործերի նախարարությունը փորձել են աջակցել նաև քաղաքացիների հարազատների մասին տեղեկություններ ստանալու հարցում։ Անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերվել վիզաների ժամկետների երկարաձգման համար։ Իրանի դեպքում, քանի որ Հայաստանի հետ Հանրապետության սահման կա, ուզում եմ նշել, որ մեծ շարժի, ուրեմն արտասովոր այսպիսի մեր քաղաքացիների վերադարձի կամ ելքի կամ մուտքի տենդենս չի նկատվել հետաքրքրաբար, սովորականից շատ տարբերվող նախապատերազմական իրավիճակի։ Դեսպանության հետ կապ են հաստատել ընդամենը շատ զարմանալի է, կարծում եմ, բայց 2 Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ նրանց վերադարձի հարցում դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ օգնությունը։ Միևնույն ժամանակ Հայաստան-Իրան սահմանն ակտիվորեն օգտագործվել է նաև այլ երկրի քաղաքացիների ու դիվանագիտական ներկայացուցիչների կողմից։ Արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ Հայաստանի տարածքից օգտվել են 52 երկրի քաղաքացիներ, ինչը նրա գնահատմամբ բավականին շոշափելի ցուցանիշ է։ Միրզոյանն ուշադրություն է հրավիրել նաև մեկ այլ կարևոր հանգամանքի վրա, նշելով, որ ոչ բոլոր քաղաքացիներն են ցանկություն հայտնել հեռանալ անգամ այն երկրներից, որտեղ անվտանգության լուրջ ռիսկեր են առկա։ Նրա խոսքով կան ուսանողներ, որոնք նախընտրել են շարունակել ուսումը, նաև աշխատող քաղաքացիներ, որոնք պայմանագրային պարտավորությունների պատճառով առայժմ չեն ցանկանում լքել տվյալ երկիրը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են, միջազգային դերակատարները ակտիվանում, իսկ կողմերի հայտարարությունները կոշտանում։ Վերջին ժամերին գրանցվել են նոր հարվածներ։ Իրանի ԱԳ-նախարար Արաղչին հայտարարել է, թե մի քանի երկրներ փորձում են միջնորդել հակամարտության դադարեցմանը։ Նրա խոսքով Իրանը բաց է ցանկացած նախաձեռնության համար, սակայն Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին եւ ցանկանում է պատերազմի ամբողջական, համապարփակ եւ վերջնական դադարեցում։ Իսկ Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում սկսած կիրակի օրվանից Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները։ Ի դեպ, իսրայելо-ամերիկյան ուժերն այսօր առավոտյան հարձակում են իրականացրել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա։ Թասնիմը հայտնել է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել եւ շրջակա միջավայրի նաեւ բնակիչների համար սպառնալիք չկա։
Շվեյցարիան հայտարարել է, որ դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Միացյալ Նահանգներ, հղում անելով իր չեզոքության սկզբունքին։ Երկրի իշխանությունների փոխանցմամբ Իրանի հետ միջազգային զինված հակամարտության պայմաններում ռազմական տեխնիկայի արտահանումը ներգրավված կողմերին չի կարող թույլատրվել։ Միաժամանակ Ֆրանսիան փորձում է ստեղծված իրավիճակը հարթելուն ուղղված դիվանագիտական ուղիներ գտնել, հայտարարելով, որ Թեհրանը պետք է լուրջ զիջումների գնա եւ փոխի իր դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Սակայն ռազմաճակատում իրավիճակը շարունակում է սրվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող ռազմական եւ արդյունաբերական օբյեկտներին, որոնք կապված են հրթիռային ծրագրերի հետ։ Հարվածներ են հասցվել նաեւ Թավրիզում գտնվող ԻՀՊԿ բազային։ Ի պատասխան Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ հակառակորդները սխալվել են, կարծելով, թե հարվածներով հնարավոր է արագ կոտրել երկրի համակարգը։ Իրանի զինված ուժերը նախազգուշացրել է երկրի դեմ ագրեսիայի հետ կապ ունեցող Միացյալ Նահանգների եւ Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս աշխարհի ոչ մի վայրում իրենց անվտանգ զգալ չեն կարող։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին նաև հայտարարություն է տարածել նշելով. Իրանն ավելի ուժեղ է, քան թշնամին պատկերացնում է։ Իրանի նախագահ Մասուդ Փեսեշքյանն էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ դիվանագիտական ճանապարհներով։ Այս ամենին զուգահեռ Վաշինգտոնից հնչում են կտրուկ հայտարարություններ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթել է Իրանին եւ լիովին վերահսկում է ռազմական իրավիճակը։ Մենք շարքից անել ենք նրանց նավատորմը, օդուժը եւ հակաօդային պաշտպանությունը։ Ռազմական տեսանկյունից մենք լիովին ազատ ենք գործում։ Թրամփը նաև շեշտել է, որ չի դիտարկում զինադադար հայտարարելու տարբերակը։ Վերջին տվյալներով Միացյալ Նահանգները մտադիր է Մերձավոր Արևելք ուղարկել եւս մի քանի հազար զինվոր։ Հաղորդվում է, որ արագացված կարգով դեպի Պարսից ծոց է ուղարկվում նաև բոքսեր դեսանտային նավը։ Իդեպ Սպիտակ տան ղեկավարը դատապարտել է ՆԱՏՕ-ին ոչ միայն Թեհրանի դեմ պայքարում, այլև Հորմուզի նեղուցի բացման հնարավոր գործողություններում Միացյալ Նահանգներին չմիանալու եւ չաջակցելու համար։ Տարածաշրջանային լարվածությունն ազդում է նաև էներգետիկ շուկաների վրա։ Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել մի շարք նավթահանքերում Հորմուզի նեղուցով նավարկության խաթարման պատճառով, ինչը վտանգում է նավթի մատակարարումները։ Միևնույն ժամանակ Թեհրանը հերքում է Թուրքիայի եւ Օմանի ուղղությամբ հարվածների մասին մեղադրանքները, դրանք անվանելով իսրայելական սադրանք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան եւ բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ, հաղորդում է Մեհր լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իրանը երկու միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել բազայի ուղղությամբ, սակայն դրանք չեն խոցվել։ Մեհր գործակալությունը նշել է, որ բազայի վրա հարձակումը նշանակալից քայլ էր, որը ցույց է տալիս, որ Իրանի հրթիռների հեռահարությունը գերազանցում է թշնամու նախկինում պատկերացրածը։ Երրորդ համաշխարհային պատերազմն էլ հավանաբար արդեն սկսվել է, պարզապես մենք դրա մասին պաշտոնապես չենք խոսում, հայտարարել է Սերբիայի նախագահը, նշելով, որ նավթի, գազի եւ հազվագյուտ մետաղների համար պայքարը վաղուց է ընթանում։ Ալեքսանդր Վուչիչը Բերլիներ Զեյթունգի հետ հարցազրույցում չի բացառել, որ առաջիկա հակամարտություններում միջուկային զենք կկիրառվի, միաժամանակ խոստացել պահպանել Սերբիայի ռազմական չեզոքությունը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Պարսից ծոցում նավի վրա գտնվող 5 վերացի նավաստիները դիմել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, պահանջելով անհապաղ միջամտություն։ Նրանց փոխանցմամբ գտնվում են Իրաքի Խորալ Զուբայր նավահանգստում եւ հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում, փաստացի մեկուսացման մեջ։ Նավաստիները խնդրում են ապահովել հյուպատոսական աջակցություն, իրավունքների պաշտպանություն եւ անվտանգ վերադարձ հայրենիք։ Փաստաբան Լելի Բժալավայի խոսքով արտաքին գործերի նախարարությունից դեռ պատասխան չկա, իսկ նավաստիների հետ կապը մարտի 19-ից կորել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են գրեթե ամեն օր եւ գործընթացում որոշակի առաջընթաց կա։ Նա ընդգծել է, որ Իրանի դեմ գործողությունները չեն ազդում այդ բանակցությունների վրա։ Թրամփը նաեւ նշել է, որ Ուկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում, Զելենսկիի հայտարարությունները որակելով քաղաքական։ Նրա խոսքով Զելենսկիի հետ աշխատելն ավելի դժվար է, քան Պուտինի հետ։ Պոլիտիկոյի տվյալներով ռուսական կողմն Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնի Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը, ապա Մոսկվան կկասեցնի Իրանի հետ զգայուն հետախուզական տեղեկատվության փոխանակումը, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները մերժել է այս առաջարկը, շարունակելով Ուկրաինային հետախուզական աջակցությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն ավելի ուշ հերքել է Պոլիտիկոյի հրապարակած տեղեկությունը, այն որակելով կեղծ։
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել է, որ Պոկրովսկի ուղղությամբ FPV տեսակի անօդաչու սարքով ոչնչացրել է ռուսական K-52 հարվածային ուղղաթիռ։ Տվյալների համաձայն ուղղաթիռի արժեքը մոտ 16 միլիոն դոլար է, մինչդեռ կիրառված FPV դրոնի արժեքը կազմում է ընդամենը 300-ից 600 դոլար։ Չեխիայում հրկիզվել է իսրայելական Elbit Systems ընկերությանը պատկանող գործարան։ Դեպքի պատասխանատվությունը ստանձնել է երկրաշարժի ֆրակցիա անվամբ խումբը հրապարակելով նաև տեսանյութ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ հնարավոր ահաբեկչության մասին տեղեկություններից հետո Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին տեղափոխող ինքնաթիռը, որն ուղևորվում էր Բուդապեշտ, վերադարձել է Պրահա։ Եվրամիության առաջնորդները քննարկում են սոցիալական մեդիա հարթակների համար նվազագույն տարիքային շեմ սահմանելու հարցը, հատկապես TikTok-ի եւ Instagram-ի նման հարթակների համար։ Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո նշվել է, որ այս քայլը կարևոր է անչափահասների պաշտպանությունն ուժեղացնելու համար։ ԵՄ երկրները նաեւ վստահեցրել են, որ պետք է արգելեն այն արհեստական բանականության համակարգերը, որոնք թույլ են տալիս ստեղծել առանց համաձայնության ինտիմ պատկերներ կամ երեխաների շահագործման բովանդակություն։ Նորվեգիայի թագաժառան կարգայադուստր Մետե Մարիտը հայտարարել է, որ զղջում է սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ երբեմն հանդիպելու եւ նրա հետ կապ պահպանելու համար։ Պետական հեռուստաալիքով ելույթի ժամանակ կարգայադուստը դժվարությամբ է զսպել արցունքները, խոսելով դողացող ձայնով։ Նա ընդունել է, որ տարիներ շարունակ շփում է ունեցել Էփշտեյնի հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս արդեն մեկ անգամ դատապարտված էր։ Ես չգիտեի, որ նա սեռական հանցագործ է, նշել է 52-ամյա արքայադուստրը, առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքելով թեմային երկարատև լռությունից հետո։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։ Բարի երկու պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր ուշագրավ իրադարձությունները։ Պարոն Կարապետյան, արդեն 21-րդ եւ 22-րդ օրն է, աշխարհը եւ բոլորս ականատես ենք լինում Իրան-Միացյալ Նահանգներ Իսրայել առճակատմանը, պայթյուններ, պատերազմ եւ այլն։ Ինչ ունենք այս պահին, ինչ է կատարվում եւ ինչպիսին է խաղի կանոնները։ Կարծես փոխվել է շատ բան, այն ժամանակ պատերազմները կարծես ուրիշ տեսքով էին, հա, իրականացվում, հիմա փոխվել է եւ թելադրողը կարծես նաեւ Իրանն է դարձել այս դեպքում։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը այս մասին։ Որում ասեմ, որ նաեւ փոխվել է երկուստեք հռետորաբանությունը։ Այո, 21 օրվա, 22 օրվա, հա, վերջին իրադարձությունները փոխվել է ու շատ ճիշտ նկատառում արեցիք, որ նաեւ կարծես ակտիվ կողմ հիմա հանդես է գալիս Իրանը իր նախապայմաններով, հայտնի 3-4 նախապայմաններ են, բայց վերադառնալով ձեր հարցի առաջին մասին, ասեմ, այո, նախատեսված էր, որ բլիցկրիգ տարբերակով պետք է տևի ընդամենը 3-4 օր, որպես այդպիսին օպերացիան, որը կոչվում էր Հուդայի Վահան, բայց այս պաշտպանական հարցագողական օպերացիան արիտպես, որ ձգձգվում է, արդեն ինչպես նշեցիք, գրեթե բոլորում է 1 ամիսը եւ չի բացառվում, որ նման սցենարներով շարունակվի մինչև ուշաշուն։ Ինչ եմ ասում ուշաշուն, որովհետև իրանական կողմը իդեմս Պարսաստիճան ղեկավարության հաստատակամ ասում են, որ իրենց պոտենցիալը եւ արսենալը թույլ է տալիս ինտենսիվ ռազմական գործողություններով ընդհուպ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ ուրեմն պատերազմ վարել։ Եվ այն սցենարը, որը որ չի բացառվում իհարկե ցամաքային ներխուժում, որը քիչ հավանական է, բայց նաև չի բացառվում, այդ սցենարի параգրաֆում խոսում է։ Եվ այս մասով տեսեք, րոպեներ առաջ Բենյամին Նեթանյահուն հանդես եկավ հայտնի հայտարարությամբ, ասելով, եթե կարելի է դա որակել որպես անկեղծ հայտարարություն, առայն որ Իսրայելա-ամերիկյան տանդեմի համատեղ օպերացիայի արդյունքում արձակված 16000 ուրեմն օդային ավիակիր հարվածները, որոնք խոցել են ավելի քան 7800 նշանակետ, իրենց արդյունքը չեն տալիս ու դա ցույց է տալիս, որ ավիահարվածներով ռեժիմի փոփոխություն, որը իրենց պլան A-ի մեջ էր նախատեսված, տեղի չի ունեցել, այսինքն դա ուղիղ ցույց է, որ ավիահարվածներից անդին պետք է այլ օպերացիաներ ձեռնարկվեն, խոսքը գնում է նաև ցամաքային ներխուժման կամ այդ համատեքստում նաև նավատորմիղի օգտագործմամբ Օրմուզի այդ հատվածի, այսինքն Պարսից ծոցի ավազանի ծովային հատվածի ծովային պատերազմ նույնիսկ կազմակերպելու մասով։ Եվ այստեղ այո, մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդ համատեղ օպերացիաները իրենց պատկերացումներով, իրենց ծրագիրը որպես կուլմինացիայի տանելու վերջնարդյունքը չի երևում։ Հետևաբար իրանական կողմը
թելադրում է իր պայմանները, առայն որ նրանք շարունակելու են ուրանի հարստացում, այսինքն չեն հրաժարվում միջուկային ծրագրից, Օրմուզի նեղուցը պայման է, որպես այդպեսին փակ եւ բաց լինելը, երկուս առայն որ պետք է ռազմական ռեպարացիաներ, հա, այսինքն վնասի հատուցում պետք է ուրեմն ներկայացվի ցուցակ եւ դա տրամադրվի Իրանին կողմ որպես պատերազմ ընդունող կողմ, այսինքն որպես տուժող կողմ, խոսքը գնում է նաեւ ամերիկյան ռազմաբազաների դուրսբերումը տարածաշրջանի բոլոր երկրներից, անխտիր բոլոր երկրներից, եւ դա պայմաններից նաեւ ընդ որում ասեմ իրավիճակը նաեւ փոխվում է Պարսից ծոցի ավազանով տեղափոխվելով դեպի Կարմիր ծովի ավազան, խոսքը վերաբերում է Բաբ el-Մանդեբի նեղուցի փակման եւ տրամաբանորեն Սուեզի ջրանցքի փակման, որովհետեւ պրոքսի երկրները, որոնք աջակցում են Իրանին, հա, եւ Հեզբոլլան Լիբանանից, այսինքն հյուսիսի հատվածով եւ ներքևից Եմենի ուրեմն ուժերը դրանք կարող են նաեւ փակել, այսինքն նաեւ կլինի ճգնաժամ, տարածաշրջանային ամբողջական ճգնաժամ, որը իր մեջ ներառելու է նավթային հիմնական ճգնաժամը, որը արդեն իսկ կա։ Եվ այս մասով այո, վերջին իրադարձություններից նաեւ տեղեկացնեմ ձեզ, որ պաշտոնապես Պենտագոնը, որը նաեւ կարող են կոչել պատերազմի նախարարություն, միջնորդություն է ներկայացրել Սպիտակ տանը, որպեսզի կոնգրեսին ներկայացվի 200 միլիարդ դոլարի պատերազմի գործողությունների համար հատկացված բյուջե, որը խոսում է նրա մասին, որ այդուհանդերձ նրանք շարունակում են ռազմական գործողություններ, բայց արի ու տես Միացյալ Նահանգներում թե ժողովուրդը, թե ավելի ճիշտ ժողովրդի մեծամասնությունը նախ կողմ չի այս պատերազմի շարունակությանը, համարելով որ սա իրենց պատերազմը չի, սա ընդհանրապես Իսրայելի ցանկությունն է, որի մեջ ներգրավել է Դոնալդ Թրամփը եւ իր անձնական ամբիցիաների եւ իմիջի հարցն է դրված Էփշտեյնի գործն էլ մի կողմից։ Եվ այս համատեքստում է, որ անգամ այն հանգամանքը, որ դա օֆիցիալ պատերազմ չի Միացյալ Նահանգների, որտեղ ոչ կոնգրեսը, ոչ սենատը դա չի հաստատել, հետագայում խոսք է գնում, որ դա շատ լուրջ իրավական խնդիր է առաջացնելու անձամբ Թրամփի համար։ Հատկապես նոյեմբերին ընտրությունները։ Հատկապես, հա, ել չեմ ասում, որ այնտեղ արդեն գեներացվում է մի օրակարգ, որը տանում է նրան, որ փորձում են Թրամփի հանդեպ իմպիչմենտի գործընթացը ակտուալացնել, հա, որը որ կար խոսույթում։ Հիմա տեսնում ենք, որ ավիահարվածները շարունակվում են, անգամ Կասպից ծովի ավազան է տեղափոխվել 5 նավատորմի հարվածներով, գիտենք, որ Բայրամովը հիմա այս պահին գտնվում է Սաուդյան Արաբիայում, ես ենթադրում եմ անվտանգային սեգմենտն են քննարկում, գիտենք, որ որոշ երկրներ փորձում են ներքաշվել պատերազմի մեջ, որպիսի հակաիրանական կոալիցիան, որը արդեն իսկ ձևավորվել է, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Կատար, Բահրեյն եւ այլն, ներառվեն նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը այս մասով էլ, հա, ես ասեմ ձեզ, ավելի քան վստահ եղեք, որ նման աշխատանք տարվում են այդ երկրներին որպես պլազդարմ, պոլիգոն, հա։ Մենք անդրադառնանք, հա, մեր հարևան երկրների ներգրավմանը։ Պատկերը հիմա դա է, որ այո, ռազմական գործողությունները շարունակվում են, Իրանը կարողանում է դիմադրել, չի ընկրկում, եւ այն տրամաբանությունը, եթե գլոբալ ձեր հարցին վերադառնամ, այն էր առաջինը պլան այով լիկվիդացնելով Բարձրաստիճան ղեկավարությանը եւ մասնավորապես Այաթոլլահ Խոմեյնիին, հա, իրենց մոտ այն տպավորություններ, որ բլիցկրիգ պատերազմի տեսքով ավիահարվածներով կարելի է ուրեմն ժողովրդին հանել հակաիրանական կառավարական ցույցերի, տաբալել իշխանությունը, որ չստացվեց, հետագայում հաջորդ պլանը դրված էր լինելու առայն որ վերահսկողություն հաստատել էներգոռեսուրսների վրա, որից հետո, եթե այդ ամեն ինչը ստացվեր, արդեն հաջորդիվ հետագայում հարց կառաջանար իրենց համար նպատակավոր, դա ավելի շատ աշխարհակահաղական կոնյունկտուրա է կրում, թե արդյոք պետք կլիներ մասնավորապես մասնատել Իրանի Հանրապետությունը մի քանի միավորների, որի մասին եղել է խոսակցություն։ Շատ լավ, պարոն Կապետյան, տեսեք, դուք նշեցիք, այո, Միացյալ Նահանգների քաղաքացին, հարկ վճարող քաղաքացին չի ուզում պատերազմ, չի ուզում գնալ զոհվել։ Նա դրա համար չի վճարում, որ Թրամփը պատերազմ չհրահրի եւ ոչ միայն Թրամփը հրահրի, այլ նաեւ Թրամփը հրահրված պատերազմին հովանավորչություն չիրականացնի։ Նույն ժամանակահատվածում եւ ՆԱՏՕ-ն եւ մնացած գերտերություններ, Գերմանիա, Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիա, նրանք էլ ասացին, դա մեր պատերազմի չենք մտնելու, այդ ամեն ինչի մեջ չենք ուզում։ Բայց այդուհանդերձ Միացյալ Նահանգների նախագահը արդյոք սխալ հաշվարկ էր արել, որ վստահեց ներողություն Իսրայելին եւ գնաց Իսրայելի, հա, այդ չասեմ խնդրանք, բայց Իսրայելի կամակատարություններին, որտեղ 12-օրյա պատերազմը կարծես դաս պետք է լիներ։ Նրանք փորձ արեցին, չստացվեց, հետո սկսեցին միտինգներ, սկսեցին ցույցեր անել, էլի չստացվեց, հետո բերեցին նախկին շահի որդուն, սկսեց ինչ որ գունավոր հեղափոխության կոչեր անել,
հետեւյալ արտահայտություն ասելով, որ միայն ուժի մեջ չէ, ուժը ժողովուրդն է, դուք եք այն ինչ որ մենք բոլորս տեսել ենք գունավոր հեղափոխությունների ժամանակ։ Բայց այդուհանդերձ Միացյալ Նահանգները միթե չէր կարողանում ճիշտ հաշվարկ անել եւ գնաց նման արկածախնդրության արդյունքն էլ տեսան դա։ Տեսեք, իմ գնահատականը շատ հետեւյալն է, տեսեք, այո, այն որ Իսրայելը իդեմս Բենյամին Նեթանյահուը կարողացավ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ, դա փաստ է, որտեվ որքան էլ որոշ շահեր համընկնում են տարածաշրջանային մերձավոր արևելքում, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներ Իսրայել, բայց ամեն մեկ իր քաղաքականությունն է վարում, իր նպատակներն ու օրակարգը ունի։ Այս մասով, այո, իրենց մոտ ստացվեց, ինչպես բոլոր նախագահների Միացյալ Նահանգների ժամանակ առ ժամանակ միշտ փորձել են ներքաշել մերձավոր արևելյան պատերազմների մեջ, այդպես էլ ստացվեց Թրամփին ներքաշել պատերազմի մեջ։ Նրա ցագումնաբանությունն էլ եմ դրում մի կողմ, որ հրեական եւ կախվածություն, կապվածություն ուներ, Էփշտեյնի գործն էլ իր հերթին եւ այլն, բայց այս մասով կա հստակ մի իրավիճակ, տեսեք, քաղաքական ողջամտությունը եւ ողջախոհությունը ցույց է տալու, որ խոհեմ պետության առաջնորդը, որ առավելից հեգեմոն գերտերության պետությունը պետք է այդ ամեն ինչը հաշվարկել։ Ինչի եմ սա ասում, որովհետեւ քաղաքական անմեղսունակի վարկագիծը դրսևորում 2 օր շարունակ իլուր աշխարհին տեղեկացնելով, որ այ օրինակ մենք չենք սպասում, որ Իրանը կհարվածի ամերիկյան ռազմաբազաներին հարևան երկրներում։ Այ մենք չենք պատկերացնում, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը եւ այլն։ Այսինքն մի իրավիճակ, որը որ ցանկացած adekvat մարդ կասի, բա դու եթե պատերազմական գործողությունների մեջ ես, բոլոր սցենարները պետք է հաշվարկնես։ Դու ոնց կարող ես հարվածել մի երկրին, որը որ պետք է պատասխան հարվածներ չհասցնի։ Այդ մեկ։ Երկրորդը, դուք շատ ճիշտ բան եք ասում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ասել են, որ մեզանից վազնարի, այսպես ասած, որտեղ մենք չենք մասնակցի ձեր գործողություններին, որտեղ մենք դրանախ պատասխանատուն չենք, կրողը չենք, դա մեր պատերազմը չի։ Հետևաբար հայլային նաև պատասխանը, որ ՆԱՏՕ-ն չի արտարացնում իրեն, մենք դուրս ենք գալու ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ն առանց մեզ սպառնալիքներ հնչեցրեց ՆԱՏՕ-ի եւ մյուս երկրների եւ առհասարակ բոլոր եվրոպական երկրներին, որոնք որ ըստ նրա տպավորությունների պետք է ներքաշվեն պատերազմի մեջ, մասնակից դառնային, հետևաբար այդ երկրները ասացին, որ առանց այն էլ մենք հիմա լուրջ էներգետիկ ճգնաժամի մեջ ենք, մինիմում, որտեղ Հորմուզի նեղուցից են շատերը կախված, Վուչիչի հայտնի հայտարարությունը, որ Եվրոպան հենց հիմա ճգնաժամի մեջ է։ Լավագույն դեպքում բախտերը բերել է, որ եղանակի տեսանկյունից ձմեռ չի։ Հիմա տեսեք, այս համատեքստում այո, խնդիր կա նաև այն, որ այստեղ հաշվարկը գնում էր չինական գործոնը, ռուսական գործոնը։ Հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները գեոպոլիտիկ տեսանկյունից հարվածելով Իրանին, հարվածի տակ է դնում նաև Չինաստանին։ Հիմա չագերտներ ճպված ենք, հա, հասկանալի ինչ հազար ու մի հանգամանքներ կա։ Բայց այստեղ նաև շահեց նաև Ռուսաստանը, շահեց Չինաստանը, իրենք համենայն դեպս հետ կուլիսային նաև իրենց պայմանավորվածություն եւ դաշնակցային պարտավորություններից ելնելով օգնում օժանդակում են, մինիմում հետախուզական տվյալներ տրամադրելով, փաստացի Իրանը այս պահի դրությամբ դերևս կարողանում է իր տարածքային ամբողջականությունը պահպանել, նրանք այն խորքային պետությունն են, որ մինիմում պետք է խորհրդատուները Թրամփի իրեն զգուշացնեն, տեղեկացնեն, որ ցանկացած պարսաստիճան ղեկավարության լիկվիդացումից հետո նախատեսված է 5-ից 6 այլ գործիչներ, որոնք կզբաղեցնեն, խոսքը վերաբերում է 90 միլիոնանոց պետության մասին, հա, անձերի չլինելու դեպքում։ Այո, առավել եւս, որ այդ ղեկավարությունը նույնիսկ որ այն մարդիկ, որոնք որ հագա իշխանական տրամադրվածություններ ունեն, տեսնելով նման զոհաբերությունները անձամբ ընտանիքով հանդերձ, տեսնում են, որ այդ, այսինքն ընդհակառակը տեղի ունեցավ ուրեմն միավորում, այսինքն մարդիկ բունտերի, այն որ հայտնի խոսքը Թրամփը ասում էր հրտիրակոծումից հետո Իրանի արիական ժողովուրդ դուրս եկեք եւ մարտնչեք, տաբալեք այս իշխանությունը, ընդհակառակը հակառակ պատկեր եղավ, այսինքն աշխարհիկ պետություն չդարձավ, այն ինչ որ նպատակ էին դրել Իրանի զսպել եւ ծնգի բերել եւ տիրապետել էներգոռեսուրսներին, դա տեղի չունեցավ։ Հիմա հաշվարկներից դուրս արդեն այլ հաշվարկներ են գալիս։ Հիմա արդյոք Իսրայելա-ամերիկյան տանդեմը փորձելու է շարունակել պատերազմական գործողություն, այնպես ինչպես նախատեսված էր որ Ուկրաինայի սցենարում 3-4 օրում, բայց արյուտես, հա։ Հիմա իրանական կողմը վստահաբար Իրանայի կորպուսի հրամանատարների ղեկավարությունը ասում է մենք դիմադրելու ունակություն ունենք եւ առաջին նշեց որ մենք կորոշենք երբ ավարտվի պատերազմը։ Դա բավականին հետաքրքիր հայտարարություն է եւ շատ քաջ։ Այստեղ հարցը թե արդյոք արդեն Իսրայելը
ԱԺ-ի վիճակի է տարածաշրջանում, որովհետև կոնկրետ ինքն է այնտեղ ներգրավված։ Այո։ Միացյալ Նահանգները այ ժողովուրդը տեսեք շատ ճիշտ բան եք ասում։ Ժողովուրդը ինչ է ասում։ Ասում է դա մեր պատերազմը չի։ Օվկիանոսից այն կողմ մենք Իրանի հետ խնդիր չունենք եւ որպես պետություն եւ դեմոգրաֆիական տեսանկյունից եւ Իրանի ժողովրդի հետ խնդիր չունենք, ընդհանրություն չունենք։ Այստեղ խնդիր չեն տեսնում։ Ուրիշ բան, որ եթե շատ անկեղծ ենք խոսում, նրանց հետաքրում է իրանական նավթը։ Այո։ Այսքան բան։ Ինչպես Վենեսուելա։ Եւ այդ Վենեսուելայի սցենարով է իրենք դիտարկում էին, որ ստացվի նույն տրամաբանությամբ։ Եվ եթե այդ տրամաբանությամբ եթե ստացվեր Իրանի սցենարը, հաջորդիվ մարտը ուղիղ տեքստով ակնարկել էր, հաջորդը Կուբան, Կոլումբիան, Եվ ասում էր, չէ՞, Թաքցնում, Մեքսիկա եւ այլն։ Շատ լավ, պարոն Կարապետյան, փորձենք ամփոփել եւ անդրադառնանք արդեն մեր կողքի հարևանի դրսևորումներին, որի հետ կարծես փորձում ենք ինչ-որ խաղաղության թեմաներ, որը կարծես չի ստացվում։ Ադրբեջանը ամենասկզբից սկսեց շատ կոշտ հրետորաբանություն, առաջին գիծ հանեց իր զինվորներին, պատրաստ էր եւ այլն, խոսույթներ շատ տարբեր, այո, որ դուք անօթաչու թռչող սարք եք Նախիջևան գցել օթանավականի եւ այլն, բոլոր այս ամենը գիտենք։ Որից հետո Իրանը շատ հստակ, շատ հանգիստ եւ խաղաղ ասեց մենք որևէ բան չենք կարել, հանգստացեք, զբաղվեք ձեր ներքին գործերով, որտեղ իրականում դուք էլ շատ լավ գիտեք, որ ձեզ են ներքաշում եւ պարզ էր, որ Իսրայելն էր այդ ամբողջի մոդերատորն ու իր սցենարով էր գնում։ Որից հետո կարծես փոխվեց Ադրբեջանի խոսույթը, սկսեցին հումանիտար օգնություն տրամադրել, հայտարարությունները փոխվեց, ինչ փոխվեց, Ալիևը ինչու տենց ակլորացավ եւ հետո կրկին հանդարտվեց։ Տեսեք, նախ այն հանգամանքը հաշվի առեք, որ շատ մեղմ եմ ասում, Ադրբեջանը պարտք է Իսրայելին, նախ այդ սկզբունքը կար, եւ այդ պարտքերը հատուցելու ժամանակ Արցախի մասով։ Այո։ Երկրորդ հանգամանքը, դուք նկատեցիք այն կարևորագույն հանգամանքը, որ անմիջապես տարածի վայրկյաններ անց արդեն պաշտոնական տեղեկագրով հայտարարությունը տարածվեց, որ Իրանը հարվածել է Նախիջևանին։ Այսինքն տպավորություն էր, որ նախ այդ հարվածին սպասում էին, այդ նախանշված սցենար էր տպավորություն, այսինքն գրված գրած պլան էր, որից հետո պետք է լիներ արձագանք, մեղադրական կողմ եւ այլն, առավել եւս զուտ մեկ հիմնավորումով, որ գիտեք, իրանական արտադրության շահեդ ATS ենք։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ շահեդ ATS հասկանալի է, որ կարող է լիներ իսրայելական, որը որ հենց դրա համար է նախատեսվածներ, որովհետև իրանական կողմը շատ ճիշտ նշեցիք, պաշտոնապես հայտարարեց, որ մենք առնչություն չունենք եւ աբացույցները տեղեկությունը տեղադրեց պաշտոնապես եւ հայտարարեց, առայն որ եթե մենք թիրախային, եթե ուզենայինք հարվածենք, կոնկրետ թիրախներին կհարվածենք, այլ ոչ թե Նախիջևանի օտանավականի, որը մեր համար ոչինչ չարժե, այլևս առավելևս ATS-ի տեսքով, որը մինիմալ լոկալ նույնիսկ սցենարներ շատ տգետ ձևով։ Այո, եթե ունենք, բայց այն հանգամանքը, որ իրանական կողմը բազմիցս դեռևս դիվանագիտական խողովակներով հասկացնում է պաշտոնական Բաքվին, որ մենք տեղեկացված ենք, որ որոշակի ինֆորմացիոն տեղեկատվություն արդահոսք է լինում այդտեղից, որ այո, ընդհանրապես հատկապես Արցախի հատվածը կարող է հակաիրանական կոալիցիայի ռազմական գործողությունների համար լինի ուրեմն վայր, որտեղից ինչ-որ այո, պլազդարմ, պոլիգոնի պես մի բան, դա հանգամանքա, որը դիտարկվում է։ Այն որ աշխարհագրական տեսանկյունից եթե վաղը մյուս օր նախատեսվի նաև ցամաքային զորքի ներխուժում, որը փորձեցին մի պահ Իրաքի քրդերի սեպարատիստների միջոցով ստացվեց, այո, դա ես ձեզ վստահեցնում եմ աշխարհագրական տոպոգրաֆիկ տեսանկյունից ամենանպատակարար այս դեպքում արդեն Ադրբեջանը, այսինքն երկրի հյուսիսից, որտեղ Զագրոսի լեռները թույլ չեն տալիս արաբական կողմից։ Այսինքն Ադրբեջանը կարող են ասել, որ իր կամքից անկախ հիմար վարկագիծ դրսևորելով ներքաշում է, ուզի թե չուզի։ Ու տեսեք, կարող է, ու տեսնելով, որ այդուհանդերձ այդ սցենարը չանցավ, ինչին անցան։ Հաջորդիվ փորձեցին, այ տեսեք, որ մեր բարեկամությունը, դաշնակցային հարաբերությունները չեն տուժում, Իրանի տարածքով ճանապարհը, որը փակ էր, բացվեց, ինչպես դուք նշեցիք, հումանիտար օգնությունը տրամադրումը, կարծես ոչինչ չէր եղել։ Հիմա հասկանում եմ, որ նման սցենարներով ամենայն դեպս Ադրբեջանին չեն կարող ներքաշել եւ Ադրբեջանը ինքն էլ եթե ուզենա իր ծավալապաշտական նկարտումները, հատկապես հարավային Ադրբեջանը, մի պահ խոսում էին այդ մասին, բայց փոխվել է, որտեվ իրանք իհարկե նայում են պատե առիթ, որ նման իրավիճակ լինի, հենց վստահաբար իմացեք, հենց Իրանը մասնատվի, առաջինը Ադրբեջանը, բնականաբար։ Առավելևս հենց հիմա խոսք է գնում Քաշքայստան, Արաբիստան, ուրեմն Բալուջիստան եւ Ադրբեջան, Ատրպատական պետության միավորներ ստեղծելու համար, հա, այդ մասով է հիմա գնում ամեն ինչը։
Բայց տեսեք, այսինքն բաժանիր, որ տիրես կամ սեպարատ, այս սկզբունքն է փորձում օգտագործել, բայց ելի եմ գալիս իմ խոսքի առաջի հատվածին, որ այս պահին կա մի ռեալ պոլիտիկով հաշվարկ, որ կուլմինացիան բերել է նրան, որ ավիահարվածներով, որպես այդպիսին պատերազմական այդ վարման մեթոդը չի արտարացնում իրենց սպասումները։ Հետևաբար դու լավագույն դեպքում պետք է ցամաքային ներխուժում ունենաս, դու պետք է գրավես, օկուպացնես տարածք, որ նոր կարողանաս ինչ-որ մի բան փոխել տարածքը, որի մասին այսօր ակնարկեց անձամբ Նեթանյահուն։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը մեկ շաբաթում բռնության 3 դեպք երեխաների նկատմամբ, 3-ն էլ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դրանցից մեկը, որին ծեծեր ենթարկել խորթ մայրը, այսօր հիվանդանոցում մահացել է։ 3 դեպքերով էլ նախաքննություն է ընթանում շաբաթվա քրեական քրոնիկոն։ Խորթմոր կողմից 1.5 ամիս ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է։ Հիշեցնենք, կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա, ոտքերը, թևերը ջարդած վիճակում։ Խորթ մայրը մեղադրվում էր 1-ամյա երեխայի սպանության փորձի եւ ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ։ Մասնավորապես 1 տարեկան երեխայի նկատմամբ հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի եւ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքի զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Արտառոց դեպք Երևանում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջնակը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Մոլդովական փողոց 29 կոտորակ 1 հասցեում երեխա է բռնության ենթարկվել, շրթունքի վնասվածք, մարմնի եւ պարանոցի հատվածում կապտուկներ, ախտորոշմամբ շտապ օգնության խումբը երեխային տեղափոխել է Ուիգմոր բժշկական կենտրոն։ Հաղորդվում է, որ տուժած 3-ամյա տղան Իրաքի քաղաքացի է։ Նշվում է, որ նույն օրը 35-ամյա մայրը սենյակում բղավել է երեխայի վրա, այնուհետև մի քանի հարված հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա գցել մահճակալից եւ քարշ տվել, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։ Միքայել Սրբազանը կմնա տնային կալանքի տակ, վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ, քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով, այն է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը։ Ալեքսանդր Սարգսյանը, Սերժ Սարգսյանի եղբայրը, կասկածվում է 2001-ից 2018 թվականներին պաշտոնավարող ԲՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին պետական գումարների վատման ուղղությամբ ազդելու մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը միջնորդությունը բավարարել է եւ որոշել կալանավորել մեղադրյալին փախուստը կանխելու համար։ Հետախուզում է հայտարարվել, կալանքի հարցը կրկին կքննարկվի, երբ Ալեքսանդր Սարգսյանը հայտնաբերվի ՀՀ իրավասության ներքո։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի եւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ծառայողները համատեղ խուզարկություն են իրականացրել Երևանի Դավթաշեն թաղամասի առանձնատներից մեկում։ Նշվում է, որ հանցավոր խումբը նախապես կառուցել էր պաշտպանական յուրօրինակ համակարգ։ Տարածքը կահավորված էր արտաքին տեսանկարահանման սարքերով, որոնց միջոցով իրավապահներին նկատելուն պես նախատեսված էր վայրկյանների ընթացքում հոսանքազրկել շինությունը, այդպիսով ջնջելով կամ անհասանելի դարձնելով հանցավոր գործունեության բոլոր թվային հետքերը։ Իրավապահների արագ ու հմուտ գործողությունների արդյունքում սակայն հաջողվել է կանխել նախաքննության համար առանցքային նշանակություն ունեցող թվային ապացույցների ոչնչացումը։ Խմբի անդամները ստեղծելով կեղծ ներդրումային հարթակ, կեղծանուններով թիրախավորել են օտարերկրյա քաղաքացիներին, տրամադրելով կեղծ տեղեկություններ կրիպտոակտիվների շուկայում իբր բարձր եկամտաբերություն ապահովող ներդրումների վերաբերյալ, ինչի արդյունքում իրականացրել են խոշորամասշտաբ հափշտակություններ։ Հանցավոր խումբը զանգերի կենտրոններ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում
երկրում։ Ներկայում աշխատանքներ են տարվում օտարերկրյա գործընկերների հետ կենտրոնի գործունեությունը ամբողջությամբ բացահայտելու եւ հասցված վնասի չափը հստակեցնելու նպատակով։ Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են Երևանում գործող կիբերհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Իրավապահները պարզել են, որ խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով, օգտագործելով թվային տիրույթում հայտնի ռոմանտիկ սքամ մեթոդը։ Այլ կերպ ասած, խմբի անդամները թաքցնելով իրենց ինքնությունն ու գտնվելու վայրը ծանոթությունների հավելվածներում, նաև Telegram եւ WhatsApp հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ եւ որպես բարետես Արտեքինով երիտասարդ աղջիկներ թիրախավորված անձանց հետ վարել մշակված սցենարներով սիրային նամակագրություն, ապա տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել էին կեղծ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ, հափշտակելով ֆինանսական միջոցները։ Նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հասանք էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է սարը եւ կարճ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նշված վայրում տեղի ունեցել նաեւ ձնահոսք, հնարավոր է, որ քաղաքացին մնացել է ձնահոսքի տակ։ Նշված վայր են ժամանել փրկարարները, որոնք մեծ դժվարությամբ, նույնիսկ վտանգելով իրենց կյանքը, որոնողական աշխատանքների արդյունքում մոտ 6 ժամ անց գրեթե 6 մետր խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 37-ամյա Անտոն Գուլեզանիդին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունից հայտնում են, որ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, թե զենք զինամթերք է թողել Երևանի Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքում։ Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են 16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, 1 գնդացիր, 7 պահեստատուփ, 3 նռնակ եւ տարբեր տրամաչափի 609 փամփուշտ։ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է։ Հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառմանը ներկա են եղել օրենսդիր գործադիր մարմինների անդամներ, հեռուստատեսությունների եւ ռադիոընկերությունների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։ Մանրամասները տեսանյութում։ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է։ Կառույցի տարեդարձի տոնական միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի ներկայացուցիչների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու բազմաթիվ հյուրերի։ Ուզում եմ շնորհավորել մեր գործընկերներին, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին։ Կարծում եմ նրանք կատարում են շատ մեծ աշխատանք հեռուստատեսության մակարդակը բարձրացնելու եւ որակը պահպանելու գործում։ Խորհրդի շնորհավորում եմ զգալի ձեռքբերումների առիթով, որովհետև ես անձամբ տարիքով փոքր չեմ եւ տեսել եմ, թե ոնց է ՀՌՀ-ն զարգացել հանձնաժողովը եւ տեսել ենք Ամալյանին, ով հեռուստաալիքներ էր փակում եւ հիմա տեսնում եմ հեռուստաալիքների բազմազանությունը, ընդ որում հիմնականում ընդդիմադիր եւ ուրախանում եմ դրանից։ Կարող ենք արձանագրել, որ 25 տարեկան այս հանձնաժողովը կայացած է եւ երբեմն անգամ պարոն Հակոբյանը առիթներ եղել է եւ բարձրաձայնել է, որ ինքը կարող է ավելին, լիազորությունները ավելի քիչ են։ Այսինքն մենք տեղ ունենք բարելավելու, լիազորությունները ավելի լայնացնելու։ 2000 թվականի հոկտեմբերին ազգային ժողովն ընդունել է հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, որը հեռուստաընկերությունների հիմնադրման, լիցենզավորման եւ հետագա գործունեության հետ առնչվող խնդիրների կարգավորման առաջին շոշափելի քայլն էր, որի հենքով էլ 2001 թվականին արդեն հիմնադրվել է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Հեռուստատեսությունը այսօր հավասար պայմաններով դեռևս մրցակցում է թվային հարթակներում գտնվող հաղորդումների հետ եւ դա նշանակում է, որ հանրապետությունում իսկապես հեռուստատեսությունը դեռ իր տեղը չի զիջում։ Չնայած անցած երկար ու դժվարին ճանապարհին կառույցն այսօր կայացած եւ ինստիտուցիոնալ մարմին է։ Տիգրան Հակոբյանի համոզմամբ կարևորագույն ձեռքբերումներից մեկը հանձնաժողովի այժմյան ազատ եւ անկախ գործունեությունն է։ Պարզ է, որ ժամանակին այս մոդելը անկախ չէր կարող կայանալ, հայտնի պատճառներով այս տոնական օրը ես չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց այսօր մենք բոլորս նկատում ենք, որ հանձնաժողովը փորձում է վերաիմաստավորել իր գործունեությունը, իր առաքելությունը եւ մենք կարծում ենք, որ մեզ մոտ ինչ-որ չափով դա ստացվում է։ Եվ այդ պատճառով 25 տարին մենք եզրագիծ չենք համարում, մենք գտնում ենք, որ մենք ճամփի կեսին ենք
եւ բավականին մեծ ծավալի աշխատանք ունենք։ Առաջիկա անելիքների շարքում հանձնաժողովի ղեկավարը հաջորդի արդեն առանձնացրեց հատկապես տեսալսողական մեդիայի ամբողջ դաշտը կարգավորելու առաջնահերթությունը։ Բազմաթիվ սպառնալիքները իր մեջ պարունակում արհեստական բանականության կողմից ստեղծվող գեներացվող սինթետիկ կոնտենտը կամ դիփֆեյքերը, որոնք բավականին մեծ վտանգ են սպառնում նամանավանդ անչափահասների վրա, որոնք ամեն ինչին կարող են հավատալ։ Սպառնալիքները պարունակում համացանցը, որտեղ այնտեղ է գեներացում ատելության խոսքը, դեզինֆորմացիան, ռոպագանդան եւ ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաեւ Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական հոսքերը, այդ պարագայում առաջի հերթին մենք պետք է կարողանանք օրենսդրորեն շատ արագ լուծել այդ խնդիրները, որպեսզի պատնեշ դնենք այդ վտանգների սպառնալիքների առաջ։ Պետության ժողովրդավարության եւ հասարակության անխոչնդոտ զարգացման հիմնարար սկզբունքներից է խոսքի ազատությունը, կարծում է հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսը։ Չմոռանանք, որ եվրոպական պետության հենց քրիստոնեությունից եկող 3 ատրիբուտները՝ ազատություն, եղբայրություն, հավասարություն, որոնք երեքն էլ քրիստոնեական, դրանցից մեկը ազատությունն է։ Ազատության մեջ է, որ մարդը կարող է դրսևորվել։ Խոսքի ազատությունը, սակայն, չպետք է շփոթել վիրավորանքի, ապատեղեկության տարածման կամ ատելության քարոզի հետ։ Համոզված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նշում է, նման դեպքերում խնդրի իրավական կարգով լուծումը չպետք է դիտարկել որպես մեդիայի գործունեության սահմանափակման փորձ։ Մեդիան նրա համար է, որպեսզի վերհանի խնդիրները, այդ վերհանման արդյունքում նաև ապահովի դաշտը առաջարկությունների համար եւ դրանից եւ իշխանությունը լավը դառնա եւ հետեւաբար եւ պետությունը լավը դառնա։ Ոլորտի ներկայացուցիչներն ու պատասխանատուները շեշտում են, միասնական ջանքերի ու անխոնջ աշխատանքի շնորհիվ հնարավոր է ծավալել առավել արդյունավետ գործունեություն։ Այդ նպատակով էլ հանձնաժողովը հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառի զարգացման համար գործակցում է տարբեր երկրների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։